Անտապանում հյուրընկալել եմ հոգեբան Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերի համար։ Պետք է փորձենք վերլուծել մեր ներքաղաքական իրավիճակը հոգեբանի աչքերով եւ գնահատականներով։ Նախ հետաքրքիր է ինչպես կգնահատեք կամ ինչ բնորոշում կտաք իշխանություն, հոգևորականություն հարաբերություններում առկա խնդիրներին եւ դրա համատեքստում հանրային արձագանքը ինչպես կանվանեք, հանրային դիրքորոշումը, եթե այն կա եւ դուք տեսնում եք։ Տեսեք, նախ առաջի մասը հարցյա, իշխանություն, հոգևորականություն, բախման, բերեք այսպես ձևակերպել, ես ցանկացած բանի նայում եմ, ասենք իմ մասնագիտական տեսանկյունից, եւ հոգեբանության մեջ ինչ է արվում ճիշտ ու սխալը պարզաբանվում է, թե ինչ նպատակ է դա հետապնդում։ Ես օրինակ մի քիչ պատկերացում ունեմ, թե ինչ է նպատակը հետապնդում իշխանության այս պահին եկեղեցու գործերին միջամտելը կամ եկեղեցականների կյանքին խառնվելը եւ այլն եւ այլն։ Իհարկե բնականաբար այն որ ցավոք սրտի մեր եկեղեցականները սուրբ չեն եւ բազմաթիվ սխալներ ունեն թույլ տված, բայց դե գյուտ չեմ անի ասելով բոլորին էլ պարզա որ դա իրանց ներքին առանձին կառույց է, ոչ քաղաքական եւ ոնց որ եկեղեցին տենց քաղաքականությանը խառնվելու իրավունք չունի, այսպես ասած, այդպես էլ քաղաքականությունը, պետությունը կարծում եմ եկեղեցու գործերին, ներքին առավելևս այն ինտիմ գործերին, այդ նույն բանն է, ոնց որ եկեղեցականը քաղաքացուն կամ թեկուզ իր հոտի ներկայացուցչին թույլ տա երեխա ունենալ կամ չէ, կամ նույն ասենք ինչ որ այլ ներքին իր անձին անձնականին վերաբերվող։ Բնականաբար այո, խախտումներ էլ եմ կրկնում եղել է, բայց ինչու հիմա, ինչու հենց այս պահը ընտրվեց դրա համար, այդ հարցին մի քիչ դժվար է պատասխանել, որովհետև ասենց խիստ անհրաժեշտություն այս պահին դա անելու ինձ համար բացի այն, որը սովորաբար այս իշխանությունները միշտ կիրառում են, դա ինչ որ կարևոր հարցերից շեղելու եւ նախ նաեւ կարելի է դա PR ակցիա համարել իրանց համար, հա, իրանք անընդհատ ընտրություններին ընթառաջ, որ իրանք ինչ որ բան են անում, ինչ որ գործ են անում եւ որոշակիորեն փորձում են մաքրել հանրույթը այս կամ այն իրենց ըստ իրենց արատավոր պարքերից կամ կլինի դա հոգեվորական, թե կլինի դա քաղաքացի ուղակի, կամ էլի ինչ որ մի այլ խոշոր երևույթ տեղի ունենում կամ ունենալու, որից փորձում են հանրության ուշադրությունը շեղել, որպեսզի այն ինչը որ լինելու է, դա այդքան լուրջ դիմադրություն չառաջացնի օրինակ հանրույթի շրջանում։ Հիմա դուք դա նշեցիք իշխանության վարքագծի առումով, բայց ինձ հետաքրքիր է նաև հանրային արձագանք եւ դիրքորոշում։ Դուք տեսնում եք, եթե տեսնում եք, ապա ինչպես կանվանեք։ Հանրությունը այս պահին ինչպես է արձագանքում կամ դիրքավորվել այս իրադարձությունների նկատմամբ։ Տեսեք, Էլիզա ջան, իմ դիտարկմամբ հանրության մոտ 70% ինքը չդիրքավորված ոչ միայն այս, այլ ցանկացած այլ քաղաքական երուզերի, երևույթների, դրսևորումների սենց ապասիկ վիճակում է հանրույթ, այսինքն իրանց միևնույնն է։ Անգամ եթե միևնույն էլ չի, իրանք կամ չեն խառնում, կամ ցույց չեն տալիս։ Խոսքը գնում է մոտ մի 30, մաքսիմում 40%-ի մասին, մաքսիմում, բայց այդքան էլ չի լինի, որոնք այս կամ այն չափով փորձում են ներգրաված լինել երկրի քաղաքական կյանքին, ուղղակի քանի որ էլի դա իմ դիտարկումն է, այդպիսի չեմ կարծում ուսումնասիրություն եղել է որևէ կազմակերպության կամ մասնագետների կողմից, բայց այդ հանրային փսիխոզի երևույթը այս բան շատ առկա է, որ նույն հանրությունը այսպես ասած միմյանցից վարակված է կամ վախով, կամ դիսֆունկցիոնալ մտածելակերպով, համոզմունքներով, կամ հուսալքություն ասել։ Հուսալքությունը, տեսեք, հուսալքությունը սկզբնական շրջանում է, հուսալքությունը կարող լինի պատճառ, ի սկզբանե տրավմաները ավելի շատ, հա, խոշոր կատաստրոֆիկ երևույթները բնականաբար դա կլինի երկրաշարժ, պատերազմ եւ այլն, դե մեր ժողովուրդն էլ
դրանցից ոչ մեկից չի խուսափել ցավոք սրտի ու ամբողջ ցավը նաև նրանումն է, որ այդ ամեն ինչը տեղի անում կարճ ընդմիջումներով, նույն պատերազմները անգամ ես վերջերս քննարկում ենք մեր ընկերներից մեկի հետ, երբևիցե չի եղել մի 50 տարի, երբ որ հայ ժողովուրդը որևէ պատերազմական իրավիճակում գտնված չլինի, կապ չունի դա ինքը պետականություն ունեցել թե ոչ։ Միևնույնն է կլինեն դրանք արշավանքներ, թե մեկ այլ երկրի տիրապետության տակ են եղել եւ գնացել են այդ երկրի բանակում ծառայելու եւ այլն։ Դրա համար ասել, որ տենց շատ մեծ հուսալքություն է տեղի ունեցել ու միայն դա է պատճառը, ես այդքան էլ այդպես չեմ գնահատի, հա, որովհետև հուսալքված մարդիկ տենց միայն ապաթիան չի իրանց դրսևորման ձև, հուսալքված մարդիկ շատ ավելի սուր գործողություններ են անում եւ շատ եթե հուսալքություն լիներ, իհարկե կա կարծում եմ արտագաղթ, բայց ինքը շատ ավելի մեծ չափերի պետք է հասներ, հուսալքվածների բողոքի ձայնը ավելի է շատ լինում, ճիշտ է, հուսալքվածների մոտ լինում է ռեակցիայի տարբեր ձևեր, ընդհանրապես բնության մեջ կա 3 ձև ռեակցիայի՝ փախուստ, հարձակում եւ Սամիրյանի, երբ որ մարդը ինքնամփոփում, փակվում է, այսինքն լացում է կամ հարձակվում է կամ փախուստ է լինում, այսինքն դրանցից որ մեկը, ուղղակի դրանց ոչ մեկի այսպես ցայտուն արտահայտումը այս բանին չի երևում մեր հասարակության շրջանում, որ փաստենք որ հուսալքված է եւ այդ ռեակցիաներից որևիցե մեկը տալիս է, որովհետեւ միայն ապաթիան չի խոսում այն մասին, որ հուսալքված է, կրկնում եմ, որովհետեւ հուսալքության դեպքում, եթե ինքը փակվել է, անհաղորդ է այս կամ այն երևույթի, կլինի դա սոցիալական երևույթներ, թե մարդկանց խնդիրներին, բայց այդ դեպքում իրանք հուսալքությունը բերում է նաև անգործունակության շատ բաների, իսկ մեր ազգի մեջ այդքան անգործունակություն կամ ոչ ակտիվություն չի նկատվում։ Պարոն Միրաբյան, տևական ժամանակ բազմաթիվ հարցազրույցներ եմ անցկացրել հանրային գործիչների, քաղաքական գործիչների հետ եւ մեկ գնահատական կա հանրային այդ դիրքորոշման հետ կապված, որ մեր հանրությունը ունի առողջացման խնդիր եւ սա ես լսել եմ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Ճիշտ է, կոնկրետ չեմ կարող նշել ինչ նկատի ունեն առողջացման անհրաժեշտություն ասելով, բայց դուք ինչ եք հասկանում առողջացման անհրաժեշտություն ասվածի տակ, արդյոք տեսնում եք այդպիսի անհրաժեշտություն, ինչ առումով մենք պետք է առողջանանք որպես հանրություն։ Տեսեք, այ դուք Շանթ Հարությունյանին շուտ կանչում էիք մի ժամանակ, երբեմն հետևում եմ ձեր ալիքին, երբեմն չէ, երբեմն ժամանակ ալինում ես ձեր ալիքին եմ հետևում, ինքը Երևի շատ երկար տարիներ այդպիսի բան ասում, արժեքների հեղափոխություն, ես ինչ իրան ճանաչում եմ, իհարկե սա կես հումորային եմ ասում, որ ասում արջը 7 երկիտի, 7-ն էլ մեղրի մասին, հիմա Շանթը անդադ դա է ցիտում, ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի հեղափոխություն ասելով, բայց որտեղ հեղափոխական ճանապարհով արժեքներ դժվար է փոխել։ Մենք ինքներս կարծում ենք եւ կուսակցությունում եւ մենք ունենք դրած մեր առաջ այդ խնդիրը, որ առողջացում պետք է գնա մտածողության փոփոխությունից։ Այսինքն այդ նույն արժեքները, համոզմունքները, մտածելակերպը սա պետք է առողջացնել։ Ցավոք սրտի այսօրվա դրությամբ օրինակ ռացիոնալ տրամաբանական մտածողության տարերը բացակայում է մեր հանրույթի մոտ, ռացիոնալ մտածողության դրսևորումը որը պետք է լինի, այսինքն մարդը հիմա լսում է ռացիոնալ մտածողություն, ո՞րն է դա։ Ռացիոնալ մտածողություն դա փաստերի եւ օրինաչափությունների վրա հիմնված մտածողությունն է։ Այսինքն երբ որ մենք տեսնում ենք սա բաժակա, բայց ասում ենք չէ, դա արդեն ռացիոնալ չի, այսինքն որովհետեւ, չգիտեմ, այս կամ այն գործչից լսեց որ սա է ճիշտը, իր համար դա է դոգման։ Այնինչ ինքը փաստ տեսնում է որ այսինչ բանը կամ նույն ես ուղղակի չեմ ուզում տենց որ մեղադրական կամ ինչ-որ բան հայտարարություններ անել, բայց ենթադրենք շատ հաճախ ազգային ժողովի ամբիոնից հնչում են կոնկրետ հանցագործության մասին ինքնախոստովանություններ, բայց մարդկանց համար դա միևնույնն է ոչ մի բանի առիթ չի տալի, այսինքն ինքը տրամաբանորեն տեսեք, լավ, այսպես ասենք։ Եկեք խաղաղություն կամ պատերազմ այդ տերմինի վրա կենտրոնանան կամ թեզի վրա։ Իշխանությունն ասում է խաղաղություն է այս պահին։ Ընդդիմությունն ասում է ոչ, ձեր բերածը խաղաղություն չէ, ավելին շատ շուտով, եթե դուք շարունակեք զիջել, նոր պատերազմ կբերեք։ Հիմա հանրությունը ինչպես կողմնորոշվի։ Չէ, տեսեք, նախ
հանրությունը երբ որ ռացիոնալ եթե ռացիոնալ վերլուծություն անի, ոչ նրան պետք է հավատա, ոչ նրան։ Նայեք, հիմա տեսեք 20 թվականից հետո, որ 21 թվականին տեղի ունեցավ ընտրություն, դա շատ ցայտուն կերպով արտահայտվում է հանրության մտածողության ձևը կամ վերաբերմունքը։ Հա կար մոտ 25-26 ուժ, որոնք ներկայացված էին, միևնույն ազգային ժողով անցան այն ուժերը, որոնք մինչև այդ ինչ ասես բերել են այս երկրի գլխին։ Ես չեմ ասում, որ դա չընկնենք այդ դավադրությունների տեսության, որ այլ երկրի կողմից ուղղորդված կամ ծրագիր են կատարում եւ այլն։ Փաստացի բոլոր իշխանությունների օրոք մեր երկիրը դեպի առաջընթաց չի գնացել, հա, միշտ դեպի կամ տնտեսական, կամ ասենք տնտեսությամբ կապվել ենք միայն Ռուսաստանի հետ, կամ մի խոսքով արդեն 20 թվականի պատերազմից հետո մեծ տարածքային կորուստ էր, Արցախի կորուստ, անկախ նայած ով ինչ ուզում ասի, որ հանրությունը միջազգային ընդունումա թե չէ, մենք չէ որ դա համարում ենք մերը կամ գոնե մինիմում մեր ազգակիցները, մեր հայրենակիցները տեղի բնիկ տեղացիներ են, որոնք այդտեղ ապրելու, առարելու եւ կյանք վարելու բնական իրավունքներ ունեն, որը ինքը կորցրեցին։ Այսինքն այս կորուստները, որը եղել է այս տարիների ընթացքում, միևնույնն է գնում են էլի ընտրում, այսինքն հիմա լավ, բերեք ավելի փաստացի, հիմա նույն 90-ականներին ենթադրենք պատերազմ էր, մութ ու սով տարիներ, աշկ փակենք լավ, որ ասենք այլ ընտրանք չկար, Խոշյանի օրոք եղել է հոկտեմբերի 27, այսինքն դա անհերքելի փաստ է, եթե մարդը ասում է, շատ մարդիկ, օրինակ մեր զրույցների ժամանակ ասում են, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է ամենաանվտանգ ժամանակը Հայաստան, ասում եթե հոկտեմբերի 27 անվտանգը, հա, այսինքն եթե քո երկրի սրտում նման ոչրագործություն է տեղի ունենում, էլ ոնց ենք կարողանում վստահել այդ մարդուն երկրի պաշտպանություն, որ իր երկրի ոնց որ մեկի ընտանիքը հարևանը գա գլխատի, հետո ասի, էլի գնա ուրիշ տեղից արսուզելու, ասի ես անվտանգ կպահեմ ընտանիքը, գոնե կասկած կլինի, չէ, ասենք շատ երկար կմտածի մարդը, այդ մարդուն աղջիկ տա, թե չէ, որտեղ նույնն է մնացած ժամանակներում 20 թվականի պատերազմ փաստացի էլի եմ ասում չասենք որ տես ծրագրված էր որ պետքա տես լիներ անգամ եթե ծրագրված էր ինչու բա այդ զոհերը եղան եթե պետքա տային Նիկոլ Փաշինյանը խոստովանում որ ես գիտեի որ այսպես արնելու ազգային ժողովի ամբողջ ասում է ինձ մեղադրեք այն բանում որ ես չեմ կանգնել ասել ամեն ինչ վերջացած է այսինքն ինքը իմանալով հանդերձ որ ամեն ինչ վերջացած է միևնույն մտնում է պատերազմի մեջ հիմա քիչ թե շատ դրանով այդ ձեր ասած ռացիոնալ մտածող մարդը պետք է ասի փաստացի տեղի ունեցել էս բաներ այսինքն էս ղեկավարը էս մի բանում է թերացել ու դրանք փոքրիկ չեն էլի խոշոր ես կատաստրոֆիկ բաների մասն է ու միևնույնն է որ ինքը էլի մեկ գնում է ընտրում է Իրան դա նշանակում է որ նորմալ չի տրամաբանված չի իր գործողությունները մանիպուլացվում է հասարակությունը այո իհարկե մանիպուլացվում է եւ Նիկոլ Փաշինյանին կարելի է մանիպուլյացիայի արքայի տիտղոս նվիրել որովհետեւ ինքը չգիտեմ կարող է Մաքիավելլու գիրքը այնտեղ դրած իր տանային կամ չգիտեմ աշխատասենյակում անդադ կարդում է թե ինչ պետք է ասել ժողովրդին որպես ժողովուրդ դրա հետևից գնա որովհետեւ այո Մաքիավելլին ես չգիտեմ ինքը հոգեբանական կրթություն ունեցել է թե չէ որովհետեւ այն ժամանակ հոգեբանությունը որպես գիտություն չի եղել բայց Մաքիավելլին խոսել է մարդու մտածողության ձևի մասին որ մարդը ինքը շատ ավելի հավատում է հստակ ասված բաներին քան թե իրականությանը Բայց մյուս կողմից պարոն Մեհրաբյան, տեսեք, մարդը տեսնում է, որ գրեթե 2 տարի է Հայաստանի սահմանին չեն կրակում եւ մենք չունենք զոհեր։ Ու լսում է ընդդիմության խոսույթը, որ պատերազմ ինչ ոչ մի խաղաղություն չկա, պատերազմը լինելու է, եթե նորից ինչ որ բաներ զիջվեն։ Հիմա մարդը տեսնում է փաստը գնահատում է, որ այո, այս պահին կրակոց չկա, վերաբերում է խաղաղության, տեսեք, եզրույթներ կան, դա չի կարելի ամենօրյա հաց ուտելը, որ ասենք ենթադրենք, որ ասում են մարդը սոված է, եթե ասում են սով չկա, դա նշանակում է, որ կարա 2 տարվա ընթացքում դա դիտարկվի։ Խաղաղություն դա 2 տարվա չափորոշիչներով չի գնահատում։ Խաղաղություն դա պետք է նախ մինիմում 30-50 տարվա չափորոշիչներով գնահատի, որ 30 տարի, 50 տարի կլինի խաղաղություն, դա կլինի այդ ժամանակը։ Տեսեք, իրավիճակային ենք մենք։ Այո, այս պայի դրվագն ենք ընդամենը գնահատում։ Իսկ ոչ միայն հանրույթ առաջին հերթին քաղաքական ուժի իշխանությունը պետք է ունենա մեծ ստրատեգիա, այսինքն երկարատև տարիների ստրատեգիա։ Իրավիճակը մատուցելով հանրության եւ ասել, այդ նույն բանն է, ոնց որ ասենք
բանի մեջ ոնց է քաշնազարը ասում այսուհետև արևը թող ծագի, չգիտեմ, սարերը ձորերից բարձր լինեն, կային ինչ կա, այս բանը չեն կրակում։ Հաջորդ բանը կրակեցին, ասելու են դե հա, հիմա էլ արդեն խաղաղություն չի, այսինքն փաստել, ցիտել ներկա իրավիճակը դա խաղաղության ապահովում չի։ Խաղաղության ապահովումը, երբ որ այն երկրները, ասեմ հարևանները, թշնամիները ոնց ուզում եք անվանեք, երբ որ խոսույթ փոխեն, իրանց ռազմավարություն չի լինի Հայաստանի ոչնչացնելը, հայազգը չի լինի իրանց երդվյալ թշնամին եւ այլն, այն ժամանակ նոր կարելի է մտածել, դա նոր պետք է սկսել մտածել, որ միգուցե արդեն կարող է որոշակի հող նախապատրաստվել խաղաղության համար։ Իսկ եթե այսքան ժամանակ ինչից է կանք հասանք դրան, որ արժեքների հեղափոխություն է։ Արժեքների նաև կրթական համակարգի պարոն Միրաբյան, որովհետև առաջին հերթին դաստիարակություն նոր կրթություն։ Ահա երկուսն էլ իրար հետ է պարզավոր տես չի լինի։ Իսկ մարդուն դժվար կլինի, չէ՞ մանիպուլացնել այդպես հեշտ։ Չես կարող ասել, չէ։ Դաստիարակված մարդուն դժվար կլինի մանիպուլացնել, այսինքն իսկ դաստիարակությունը սկսվում է մանկապարտեզից, այդ շատ կարևոր է, մեր կրթական համակարգը, չգիտեմ, շեշտը ինչի վրա է շատ դնում եւ այլ, կամ այդ բոլոնյան համակարգ, որ բերեցին արդյոք դա համապատասխանում է մեր մենտալիտետին, մոտեցումներին եւ այլն, իմ կարծիքով այդքան էլ չէ, բայց հոգեբանության մեջ այդպիսի կեսհումորային բան կա, երբ որ մոտենում են, մանկական հոգեբանային հարցում օրինակ երեխային ուզում ենք դաստիարակել, ինչպես դաստիարակենք եւ այլն, հարցում է քանի տարեկան, ասում է 6, ասում է արդեն ուշ է։ Այսինքն 6 տարեկան, իհարկե ուշ չի 6 տարեկանը, բայց այն հիմքերը, համոզմունքները սկզբունքորեն դրվում են, այսինքն հենց լեզվամտածողությունը սկսեց զարգանալ, տաբուլա ռազայի սկզբունք, գիտեք, բաստախտակի, հա, մեր Գրիգոր Տաթևացին, հետո կարծեմ Ռուսոնն են ասել, որ երեխայի ուղեղը մաքուր մագաղաթ է եւ ինչ գրես, դա գրվում է։ Ու բացի այն ժառանգական ֆակտորները, որոնք ժառանգել է, բայց հիմնականը մարդը սոցիալական էակ է եւ սոցիումի դաստիարակության, սոցիումի տված համոզմունքների, մտքերի, արժեքների հիման վրա ձևավորում եւ այդ ժամանակվանից եթե ճիշտ դրվեց շատ ավելի լավ հասարակություն ու առողջ մտածող հասարակություն կունենա։ Իսկ կրթվածությունը ձեր ասած ինքը զուտ գիտելիք է։ Շատ մարդ կարող ունենա շատ լավ գիտելիքներ, բայց լինիան դաստիարակ ու որը շատ ավելի մեծ չարիք է։ Եկեք վերադառնանք ամեն դեպքում իշխանություն, հոգևորականություն առճակատմանը, ասում են երկու կողմն էլ հատել են կարմիր գծերը եւ գրեթե անհնար են դարձրել առողջացումը հարաբերություններում, մինչդեռ այդ երկու կառույցն էլ հանրության համար շատ կարեւոր են։ Ես որպես ոչ լրագրող շարքային քաղաքացի ուզում եմ տեսնել հաշտ, համերաշխ, առողջ հարաբերություններով շփվող եկեղեցի եւ իշխանություն։ Հիմա առողջացման հնարավորությունը հարաբերություններում դուք այդ հնարավորությունը ինչպես է գնահատում։ Տեսեք, էլի կախված նրանից թե ամեն մեկը ինչ նպատակ է դրել, այդ նույն ձեր նշած կարմիր գծերը եւ ամեն մեկն իր համար է դնում։ Դա կարող է մեր համար կարմիր գիծը անգամ բարձրաձայնել հոգեվորականի անգամ մի փոքր շեղում, հա, հոգեվոր օրենքներից մեկի համար նույն կուսակրոնության խախտում այդքան էլ մեծ մեղք չի եւ այլն, այսինքն կարմիր գծի չափաբաժինը, եթե վերցնենք մենք ունենք սահմանադրություն, օրենքներ, տարբեր հա ոլորտներ այս կամ այն օրենքով կարգավորվում են, այսինքն քաղաքացու համար կարմիր գիծը օրինազանցությունն է, օրենքն է, եթե վերցնենք։ Հիմա հոգեվորականի համար այդ օրենքը արդյոք տենց է թե չէ ու ինքը կանոնագիրքն է իրենց օրենքը, որը ըստ վարչապետի խախտվել է։ Հա, խախտվել է։ Հիմա եթե տենց ենք վերցնում ու խախտվել է, երկուսն էլ խախտում են թույլ տվել, եւ նա, երկուսն էլ կարմիր գիծը անցել են։ Չնայած ինձ համար որպես մասնագետի երբեք անդառնալի տենց կետեր շատ քիչ է լինում, էլի որ հնարավոր չի լուծում գտնել, ու բացի երբ որ մարդը մահանում է, իհարկե ասենք այլևս նրա այդ լուծումները գտնել հնարավոր չի, բայց երբ որ մարդիկ կենդանի են եւ մարդիկ առողջ մտածելակերպ ունեն, որոշակի լուծման եզրեր միշտ էլ հնարավոր է գտնել, ուղղակի ինչքանով իրանք պատրաստ դրան։ Դուք տեսնում եք այդ պատրաստվածությունը։ Չէ, ես չեմ տեսնում այդ պատրաստվածությունը, որովհետև եթե այդ պատրաստվածություն լիներ կամ միտումը, նախ դա չէր արվի այսպես ցուցադրական եւ մեծ աղմուկով, եւ գոնե իրանց ռետորաբանության մեջ չէր լինի
պետք է հրաժարական տա եւ վերջ, նա այլևս կաթողիկոս չի լինելու կամ կաթողիկոսի կողմից էլ ինչ ուզում ա լինի, ես երբեք եկեղեցին չի զիջելու իր, այսինքն չզիջելու երկուսն էլ հարցակողական որոշակի բաներ ունեն ու ըստ իրանց ասելու հնարավոր չի այս պահի դրությամբ ինչ որ որոշակի լուծումներ գտնել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Միրաբյան, մեր հանրությանը նախ բաժանեցին սևերի ու սպիտակների, հետո դավաճանների ու հայրենիքը փրկողների, հիմա էլ սրբապիղծների եւ հուդաների պայմանականն եմ ես ասում, իհարկե հեռուստադիտողները հուսով եմ կհասկանան, որ սա իմ վերացումը չի կամ բնորոշումը չի։ 26 թվականի ընտրություններին ընդառաջել, ասում են պատերազմ ու ցանկացողների եւ չցանկացողների, այո։ Հիմա այս պայմաններում հանրությունը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել ընտրությունների ժամանակ, ճիշտ կողմնորոշվել, կամ որը պետք է լինի նրա չափման միավորը։ Դուք ինչ խորհուրդ կտաք մեր ժողովրդին, ինչով առաջնորդվել։ Ինչու է դրանք արվում, տենց հեշտ է մանիպուլյացնել, դրանք մանիպուլյացիայի օղակներ են, այսինքն նույն մարդուն ասում են դու սև ես եւ իրան ստիպում են անել գործողություններ, որ չէին թե այդպեսին չի, ու ինքը ամեն ինչ թողած փորձում է բոլորին ցույց տալ, որ գիտեք, ոչ, ես էս չեմ, ես էս եմ։ Այսինքն նույն մանիպուլյացիան, երբ որ ասում են Մին իշխանությունն ասում է, թե չեք ուզում կան նախկինները, ուրեմն պետք է ինձ ընտրեք, ժողովուրդը այդ մանիպուլյացիային տրվում է։ Այսինքն դա առողջ մտածողություն չի, հա, դրա համար պետք է դե կարծում եմ առողջ քաղաքապես կրթված հասարակություն ունեցող երկրներում արվում է ըստ ծրագրերի օրինակ, ըստ անձանց, ըստ
քաղաքական կուսակցությունների, այսինքն ում ընտրեն, պետքա մարդը այդքան ժամանակ գոնե տրամադրի, մի հատ այդ կուսակցությունների ծրագրերը կարդամեք, հասկանա ովքեր են, ինչի են ձգտում, ինչ արժեքներ են առաջ տանում, այնտեղ կրիտերիաներ կան, որոնք երբ որ արդեն համապատասխանում է իր մոտեցումներին, ընտրում է ըստ դրա, եթե չէ, միգուցե հանդիպումներ ունենουν են կուսակցության անդամների հետ, ասма գիտեք, ես էլ, այսինքն առողջ քննարկումներ տեղի ունենում, ոչ թե ամեն մեկ այնտեղ նստած անհասանելի վիճակում։ Բայց մեզ մոտ այդպեսին չէ պրակտիկան։ Հիմա նախորդ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով ինչ կարող եք ասել։ Այդ 70% ասացիք, էլի շարունակելու է մնալ ապատիկ վիճակում։ Մենք ինքներս օրինակ շրջապետական կուսակցությունը առաջնային խնդիր ա դրել հնարավորին շնայած բոլորն էլ հորդորում են, բայց այդ ուղղությամբ աշխատանք գրեթե չեն տանում, որ ասում են գնացեք գոնե ընտրության, մասնակցեք, այսինքն առաջի քայլը կատարել։ Տեսեք հոգեբանության մեջ չնայած ես ինտելեկտի մասնագետ եմ համարում որպես մասնագիտական, կոգնիտիվ հոգեբանության, բայց կարևորագույն բանը հիմա արդեն միացվել է կոգնիտիվ վարքաբանական, այսինքն գործողությունն է կարևորագույն արժեքը։ Շատ հաճախ այսպիսի հասարակական թակարդ կա, մարդկանց թվում է, որ եթե որ իրանք գիտեն ճիշտը որն է, պետք է ամեն ինչ լավ ընթանա իրանց մոտ։ Բայց քայլ չեն անում։ Ես միշտ ծխողի էֆեկտ եմ ասում, այսինքն ցանկացած ծխող մարդ կամ մեծ մասը հասկանում է, որ ծխելը վնասակար է, բայց դե ինքը չի թարգում ծխելը, դառնում է առողջին իր հասկանալ։ Հիմա նույնը մարդկանց շատերը հասկանում են, որ ինչ որ բան պետք է անել, բայց մեկը չեն անում։ Այդ հասկանալ դառավ առողջին, դրա համար գոնե առաջի քայլը պետք է արվի ու երբեք ոչ ոք թող չասի, որ իրանից ոչինչ կախված չի, թեկուզ իրանց համար։ Տեսեք, երբ որ մարդը ասում է, ես ոչինչ կախված չի, ինքն իր ենթագիտակցության մեջ անինքնասեր է դառնում ու իր եսը զրոյացնում է ինքն իր համար, հա, հասկանում եք, ինքը եթե մեզանից ոչինչ կախված չի, այսինքն ես Էլ ինչու ենք ապրում։ Ну նաև, ապրելն է մի քիչ ավելի, ապրելու այլ, բացի այդ ապրելու այլ մոտիվացիաներ կան։ Միայն քաղաքական ընտրությունն ու հա, ասենք վերջի ինքը նման մարդիկ կարծում են մտածում են, որ հա դե այստեղ չլինի, միտեղ յոլակը գնանք, այսպես ասած, ցավոք սրտի, դա էլ է շատ սխալ մտածողություն, բայց կա այդ մտածողության ձևը։ Դրա համար գործելու կարողությունը հաջողության հասնելու թիվ 1 գրավականն է։ Եթե չգործեցինք, միայն խոսալով, միայն տենց ուղակի ճիշտ հասկանալով ոչինչ չի փոխվելու։ Ամփոփենք մեր զրույցը, պարոն Մեհրաբյան, հանրային, այսպես ասած, վախերով, գուցե դրանց արկայության հետ դուք չհամաձայնեք, բայց ասում են մեր հանրությունը վախենում է թշնամու հետ շփվելուց, երկխոսելուց, հարաբերությունները կարգավորելուց, ավելին դեռ մեր հանրության գիտակցության մեջ ամրացած է այն կարծրատիպը, որ ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն։ Ինչ կարող եք ասել այս թեմայի հետ կապված։ Չէ, դա միֆ է, որ ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն, որովհետև փաստացի վերջի քանի տարիների ընթացքում ռուսական եւ թուրքական շահերը համընկնում է եւ իրանք միասին են գործում այստեղ այս տարածաշրջանում։ Եվ մեզ ուտում։ Հա, դե տեսեք ինչն է, այս պայի դրությամբ իմ կարծիքով Ռուսաստանը ոչ մի բան չի անում, Հայաստանը նույն փաստացի Արցախը 20 թվականից հետո հանձնված էր իրանց հոգացությանը, այսինքն այդ խաղապահները պարտավոր են գոնե այնտեղի բնակության անվտանգությունը ապահովել, եթե չէ, դա նշանակում չեն անում դա, այսինքն փաստացի Թուրքիան այդ հիմա էլ ուզենար կամ մի քանի տարի առաջ, 3 տարի առաջ դա կաներ, այսինքն սա ակնհայտ է, որ տեսեք տրամաբանական ելքը դա է, որ Ռուսաստանը որ չլներ կանեին, այնա Ռուսաստանը կարելի արեցին, հիմա էլ որ ուզենան կանեն, այսինքն Ռուսաստանը լինել չլինելը չի այդ փաստը, որ այս պայի դրությամբ Թուրքիան մեր վրա չի արձակում։ Ինչ բաներ կա, ես այդքան ինֆորմացիաներ չեմ տիրապետում, լծակներ, սպող օղակներ, հիմա մի մասն ասում է դա եվրոպական դիտորդներն են, որոնք կանգնած են, մի մասը ասում է չէ, մենակ դիտորդներն ինչ պետք է անեն, այլ մեծ ավելի աշխարհակաղակական կամ զինվում են կամ աշխարհակաղակական այլ խաղեր կան, որոնք չեն կարող դրանց հանդեպ թուրքերը ոտնձգություն անել, այդ չի ականը, բայց դա միֆ է, որ Ռուսաստանն է այս պայի դրությամբ, գոնե այս պայի դրությամբ հաստատ ինքը չի մեր անվտանգության երաշխավորը եւ այլ։ Իսկ ինչ վերաբերում է այդ վախերը, դրանք եւս այդ մանիպուլյացիաներն են։ Այո, հանրային փսիխոզ իրենց ենթադրում է, որ ոնց որ մարդիկ միմյանցից վարակվում են վախերով, վախացնում են մեկը մյուսին ասելով, ոնց որ մի քանի անգամ մի բանը որ կրկնում ես, մարդուն դա ճշմարտանման է թվում։ Այդպիսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մեջ եւ կոգնիտիվ մեջ կա կոգնիտիվ կրկնություն է կոչվում, կոգնիտիվնա ռեպետիցիա, եթե
Այսինքն մի քանի երբ որ անդադ կրկնում ես, աֆիրմացիաներ ես կրկնում, դա սկսում է տպվել ուղեղի մեջ։ Նույնն էլ հակառակ բaragայում, երբ որ վախը հանելու բան ես կրկնում, ինքը սկսում է չվախենալ, ցանկացած բանի երևույթի հանդեպ, հուզական աֆեկտիվ երևույթների հանդեպ կարելի է անդադ կրկնելով ամրապնդել կամ հակառակը։ Եթե անդադ մի խոսույթը աստվում է, մարդու մոտ ոչ տրամաբանական վախ առաջանում։ Հիմա շփվել թե չշփվել թշնամու հետ։ Իհարկե բոլորի հետ պետք է շփվել։ Կարգավորել թե չկարգավորել։ Էլի ելակետը պետք է հասկանալ, միանշանակ պետք է փորձել կարգավորել, բայց Գոլդա Մայերն ասում չես կարող խաղաղության մասին խոսել, եթե գալիս են քեզ սպանելու։ Այսինքն պետք է հասկանալ, հիմա մենք ասում ենք, մեզ պետք է այս մի բաժակ ջուրը, բայց մեր թշնամու երկրները այնտեղ լրիվ այլ ոլորտում այլ քաղաքականություն են իրականացնում եւ այլ ընդհանրապես միտված չեն խաղաղության։ Եթե մենակ մի կողմն է միտված խաղաղության, այդպես չի լինում։ Ընդ որում դա աքսիոմատիկ ճշմարտություն է կարծեմ եւ քաղաքագետներն ավելի լավ կիմանան, որ խաղաղություն բերում է հաղթող կողմը։ Այս պայդրությամբ ցավոք սրտի մենք պարտվող կողմն ենք։ Մենք շատ ծանր պարտություն ենք ունեցել։ Բայց հաղթող կողմի ղեկավարը Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ ասաց, որ մենք փակում ենք առճակատման պատերազմի այս թշնամանքի էջը։ Դա այդ ասելն է, էլի, որ կապ չունի ինչ ասում, գործողություն, հիշեք, այ մարդկանց գործողությամբ էլ տեսեք, տարանցման արգելք Հայաստան բեռների համար հանեց իր երկրի տարածքում։ Հարգելիներս ամբողջ ժողովրդին եմ ասում, էլի, ով ինչ կասի, ինչ չի ասի, ասելով չի, նայեք, երբ որ հիմա էլի այն նույն պատերազմի եւ խաղաղության եզրույթը, որ առաջ բերեցիք, նույնն էլ սա է։ Այսինքն մի անգամ ասելով եւ մի հատ փոքրիկ գործողությամբ, մեկ բաժակ ջուրը, այո, ասեցինք տվեք մեկ բաժակ ջուր, լցրեցիք, փաստացի դա եղավ։ Բայց այն ինչը որ դուք ասում եք, դա տարիների, այսինքն դա մի քանի տասնյակ տարի է մինիմում պետք, որ այդ հարաբերությունները լինի, որ նոր մենք մտածենք, որ խաղաղության շուրջ արդեն բան է գնում, կամ Ադրբեջանը հռետորաբանությունը փոխել է։ Այդ նույնն էլ կարող ենք ասենք, որ իրանց դպրոցներում եւ մանկապարտեզներում մինչեւ հիմա հայատացություն է, կամ այդ նույն թանգարանը պատերազմի կամ հայերի հանդեպ ծաղրանքը, այնքան բաներ կա, հենց որ իրանք Ռամիլ Սաֆարովի բանը հերոսի մեդալի հետ կվերցնենք, ներողություն կխնդրենք, ասեն, որ մենք սխալվել ենք, պետք չի, հա, մարդասպանին գիշերով կասնահարած հերոսի կոչում տալ։ Այդ ժամանակ կլինի հռետորաբանություն փոխել, թե չէ, իրան պետք է իրան ձեռքատալի արել է այդ, դա չեղա որ խաղաղության օգտին արեց, եթե Ադրբեջանը ի օգուտ իր այս կամ այն տնտեսական կամ ճանապարհատրանսպորտային բանա բացում ու դա մեզ մատուցում են որպես խաղաղության բան, դա էլ չի տրամաբանակ, այս տրամաբանությունը այլ բանի մասին է խոսում։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հոգեբան Հայաստանի Շնորհապետական Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։